Լանա։ Ինձ թված տանը չես։ Նոր եմ եկել։ Բայց դու ինչ էիր անում։ Այդ դարակից քեզ ինչ ա պետք։ Ինձ ոչ մի բան պետք չի։ Լանա, բա որ ոչ մի բան պետք չի, այդ դեպքում ինչ էիր անում։ Բայց ինչ ես այս տոնով խոսում, Մագդա։ Բա ոնց խոսամ։ Գալիս եմ սենյակ, տեսնում եմ, որ դարակում ինչ-որ բան ես փնտրում։ Այն պարագայում, որ այդ դարակում քեզ վերաբերող ոչ մի բան չկա։ Ինչ ես ուզում, որ մտածեմ։ Մտածել պետք չի։ Պետք է հարցնել, ես էլ կպատասխանեմ։ Դե հիմա այդ եմ անում, հարցնում եմ, պատասխանի։ Արևին նկար էր պետք, էդ էի փնտրում։ Այսինքն արևին նկար էր պետք։ Դու չգիտես, որ արևը երեխա է։ Չես կարողանում արևին ասես, որ դու Արշակի իրերի հետ գործ չունես։ Բժիշկ Ալինայի դեղերը։ Հա Նորո ջան, ես գիտեմ, որ այս տեղերը թանկ արժեն, բայց սրանցից էլի են պետք գալու։ Ամեն ինչ նորմալ է։ Ինչ պետք է ասեք, ես կբերեմ։ Նորո ջան, ես էլի եմ ասել, որ Ալինայի բուժման մեծ մասը անվճար է, բայց տեղերի տեսակներ կա, որ հիվանդանոցը չի տրամադրում։ Սրանք էլ հենց այդ տեսակներից են։ Ես չեմ ուզում, որ դու մտածես։ Ես ոչ մի բան չեմ մտածում։ Ամեն ինչ նորմալ է, կարևորը որ քուրս շուտ ապակիվի, շուտ լավանա։ Մենք ամեն ինչ անում ենք դրա համար։ Կես ժամից Ալինային կտեղափոխենք ինտենսիվ թերապիայի բաժին ու կսկսենք բուժումը։ Այսինքն ճիշտ հասկացա, էլ չեն կարողանալու մոտը մնանք։ Չէ, էլ մոտը չեք կարող մնալ, իմաստ էլ չկա։ Այնտեղ ամեն ինչ կանեն։ Ես էլ կապի մեջ կլինեմ, ձեր հետ այնպես որ մնալու կարիք չկա։ Հասկացա։ Կարամ հիմա մտնեմ երեխու մոտ ամեն ինչ բացատրեմ, որ ոչ մի բանից չվախենա։ Հա, իհարկե։ Իհարկե։ Այս Ալինայի դեղերն են, կփոխանցեք, լավ։ Քեզ հարց տվեցի, Լանա։ Արև դու Լանայից ինչ-որ նկար ես ուզել։ Քո հետ եմ, Արև։ Հա, մամայի մասին էինք խոսում, ուզեցա նկարները ցույց տամ մամայի։ Այդ քեզ չի փրկում, Լանա։ Այդ չի նշանակում, որ դու առանց մեզ զգուշացնելու։ Մագդա, մենք պապային ասել ենք, պապան տեղյակ է։ Ես եմ պապային ասել, որ Լանային ասի նկարների տեղը։ Արև։ Մագդա, պապան տեղյակ է։ Իսկ ինչի չէիր ասել, որ Արշակը տեղյակ է։ Բայց դու թողել ես, որ ես խոսեմ։ Նայ Ալին, բան չմնաց, այս խնձորն եկեր էլի։ Այդո, բայց էլ տեղ չունեմ։ Էլիս դու մի բան ասա, թող լսի։ Արև ձեզ։ Նոր ինչ լավ է եկար։ Իմ փրկիչն ես դու հիմա։ Խնդրում եմ ինձ փրկես անխիղճ մարդու ձեռքից։ Նորո ջան, դե ասում են, որ ապսեն դատարկի։ Լավ, դե եթե ճուտս չի ուզում, մի ստիպեք։ Վերջապես։ Միակ մարդը, որ ինձ հասկանում է։ Լավ, համոզեցիք։ Բժշկի մոտից եմ գալիս։ Դեղերը փոխանցեցի ու քննարկեցինք բուժման ընթացքը։ Բա ինչ ասաց բժիշկը։ Ասեց, որ Ալինան տեղափոխվում է ուրիշ բաժանմունք։ Ու մենք այնտեղ չենք կարող մնանք։ Բայց հեռախոսը քո մոտ է մնալու։ Նայես որ անընդհատ իր այդ կապի մեջ կլինենք։ Արդեն սկսում են, հա։ Հա, բուժումը սկսում եմ։ Բայց վախենալու ոչ մի բան չկա։ Ուղղակի դեղերն է փոխվում ջուտ։ Նորո, չի լինի մի բան անես, ես որպես խնամակալ գնամ հետ երեխու։ Չէ, չի լինի։ Ինտենսիվ թերապիայի բաժին են տեղափոխել։
Էլ մի վախեցի իմ համար։ Ես չեմ վախենում։ Եթե բժիշկն է ասել, ուրեմն կարևոր է։ Պետք է լսենք, որ ես շուտ գնամ էլի ստեղից, ես չեմ ուզում էլ մնամ։ Ալին։ Հաստատ չես վախենում, չէ՞։ Չես խաբում, չէ՞ ինձ։ Չեղավ էլիս։ Հանգստացեմ, միլացի։ Ես էլ չեմ դիմանում հետո։ Հասկանում ես դժվար է։ Ծանր է այդ։ Հասկանում եմ էլիս, որ դժվար է, բայց դու հիմա պիտի ուժեղ լինես, պիտի դիմանաս, դու հիմա Ալինային շատ ես պետք։ Կներես։ Ալո, Էդո ջան, բարև, ոնց ես։ լավ եմ Արշակոպար, դու ասա։ Լավ։ Էդո ջան, ճիշտն ասած քեզ մի հատ շատ կարևոր հարց ունեմ։ Ու այդ հարցից մենակ դու կարաս պատասխանես։ Ինչ է եղել։ Էդ ջան, Ալինայի բուժման հարցը ինչ եղավ։ Այսօր արդեն երկրորդ կուրսն են սկսում, հեսա պատրաստվում են ուրիշ բաժանմունք տեղափոխել։ Իսկ դեղերը, Նորոն արդեն բերել է, նորմալ է։ բայց այդ ոնց։ Չգիտեմ, կարևորը բերել է։ Լավ, իսկ քեզ չի հետաքրքրում նորոյն այդքան փող որտեղից։ Գիտես ինչ, ես հետաքրքրվել եմ այդ դեղերի արժեքով ու քեզ ասեմ, որ շատ լուրջ գումար է։ Հա, գիտեմ, ուղղակի ես չեմ հարցրել, ինքն էլ չի սիրում, որ իրան տենց հարցեր են տալիս, նեղվում է։ Ես այսօր նորոյին տեսել եմ։ Դրա համար ուզեցի քեզ զանգեմ ու դու իմանաս։ Ինչա որ։ Այսօր նորոն ինչ որ մեկից փող էր վերցնում։ Ես էլ այդ պահին տեսա։ Առաջին հայացքից կարելի է մտածել, որ ծանոթն է ու պարտքով փող է տալի։ Բայց հետո ստորագրեց։ Հիմա դու ինձ այն ասա։ Փողոցում փող վերցնելն ու ստորագրելը ի՞նչ է նշանակում։ Ես էլ դու էլ շատ լավ գիտենք, որ այդ շատ կեղտոտ ու շատ վատ տոկոսով փող է։ Ոնց, ինչ տոկոսով փող Արշակոպար։ Դե չգիտեմ, ամենայն դեպս ինձ տենց թված։ Էդ ջան, բայց դու մի հատ հարցրու, տես նորոն այդ ինչ է անում։ Դու շատ լավ գիտես, որ դրա տակից դժվար է դուրս գալը։ Լավ Արշակոպար, կփորձեմ ճշտել, ապրես որ ասացիր։ Չնայած ես ինքս պիտի հասկացած լինեի։ Լավ, դե կապի մեջ կլինենք։ Լավ։ Ամեն ինչ նորմալ է։ Ես իմ երևի։ Այսինքն երևի։ Էլիս դու գիտես նորոն այդ տեղերը ոնց է արել, որտեղից է փող գտել։ Այդ նորոյին չգիտես։ Ինք չի սիրում, որ մենք իր գործերով հետաքրքրվում ենք։ Չգիտեմ որտեղից է գտել տեղերը։ Մեզ կարևոր է էլիս պիտի իմանանք, դրանք շատ թանկ տեղեր են։ Հա, այդ ես հասկանում եմ։ Բայց դու էլ ես չէ հասկանում, որ եթե ես հիմա նորոյին տենց հարց տամ, մեր տանը պատերազմ կլինի։ Նոր ճիշտ եմ ասում։ Հա, դու իմ ուժեղ աղջիկն ես, ապրես։ Գիտես ինչ հիշեցի։ Որ փոքր ժամանակ գիշերը շատ էի վատացել ու դու ինձ գրկած բերեցիր հիվանդանոց։
Այդ օրը ջերմությունը շատ բարձր էր։ Ճիշտ է փոքր եմ եղել, բայց այնքան տպավորիչ օր էր, որ անգիր հիշում եմ։ Լավ մարսել էիր։ Համ էլ հիշում եմ, որ առավոտ արթնացա ու տեսա, որ գետնին քնած էիր։ Դե որովհետև սենյակում մի մահճակալ կար։ Ու մի կերպ տեղիցդ վեր կացար։ Գլուխտելը ահավոր ցավում էր, չէիր կարողանում շարժել։ Ու տենց մի քանի օր անշարժ մնացիր։ Այնքան լավ տեղ էր, վիզս բռնվեց։ Այդ օրը հիշում եմ քեզ ինչ եմ ասել։ Ասել էի, որ ես քո կյանքի փորձանքն եմ։ Ու մինչև հիմա էլ քո կյանքի փորձանքը ես եմ։ Այդպես բան չասես, հասկացար։ Նոր ես գիտեմ, որ լավանալու եմ։ Զգում եմ։ Դրա համար էլ չեմ վախենում ու վատ բաներ չեմ մտածում։ Ապրես։ Այս ուրիշ բան։ Բայց դու գնա ու Էլիզին ասա, որ էլ տենց մռութը չկախի էլի ու փախնի։ Ասա, որ իրան չի սազում։ Բայց հետո անպայման ինձ կզանգես, հա։ Կզանգեմ։ Ես միշտ քեզ կզանգեմ։ Կրկին կողմից կրկին։ Գնացի։ Մագդա, Վանա կներես ինձ։ Իրոք այնքան վատ եմ զգում, անտեղի տեղը քեզ նեղացրեցի։ ոչինչ հասկանում եմ։ Ուղղակի Էլիսից հետո մարդկանց հանդեպ վստահությունս լրիվ կորցրել եմ, էլ ոչ մեկի չեմ հավատում։ Նորմալ է, այդպես է։ Երբ որ մի բանի հանդեպ արդեն վատ փորձ ես ունենում, մնացած բոլոր բաների հանդեպ զգուշավոր ես դառնում։ Այդպես ավելի լավ է։ Չես նեղացել։ Մի հատ ինձ նայի։ Քեզ թվում է իմ 18 տարին նորա բոլորել։ Իհարկե չեմ նեղացել։ Գիտես ինչ, ուղղակի մեկ-մեկ անտեղի է լինում։ Դրա համար շատ եմ վատ իրավիճակների մեջ հայտնվում, ոնց քիչ առաջ։ Մագդա, ավելի լավ է զգուշավոր ապրել, քան բարձի թողի վիճակով։ Դու ամեն ինչի հանդեպ ուշադիր ես ու զգոն։ Ապրես շատ, որ չես նեղանում։ Իրականում գիտես ինչի համար է եկել։ Եկել է ասեի, կգաս օգնես ինձ մի բան պատրաստ ենք արևի համար։ Ես դեռ տենց շատ լավ չգիտեմ ինքը ինչ է սիրում, ինչ չի սիրում։ Հա կգամ, բայց կլինի քեզ մի բան խնդրեմ։ Այս թյուրիմացության մասին թող Արշակը չիմանա։ Մագդա, հանգիստ եղի։ Ես չէի էլ պատրաստվում ասեի։ Իջնենք։ Ապրես շատ։ Դե իմաստ չունի էլի ստեղ մնալը, մեկը ներս չեն թողում։ Ճիշտ ես ասում։ Բարև ձեզ։ Բարև հաս։ Բարև։ Էս բա ինչի եք դուրս եկել։ Երեխու մոտ չեն թողնում մտնենք։ Բայց ինչի, ախր ես շատ էի ուզում տեսնել Ալինային։ Դե հիմա տենց է պետք, հոս ջան։ Բայց երեխու մոտ հեռախոս կա։ Երբ ուզում ես կարաս զանգես, գրես։ Իհարկե հարմար ժամի։ Բայց իրան լավ էր զգում։ Հա, չեն հանգիստ եղի, հիմա Ալինան բոլորիցս լավ է։ Էդո Էլիզ, ես ձեր հետ խոսալու բան ունեմ, քանի միասին եք։ Ու ասածս քեզ էլ է վերաբերվում, Նորո։ Երևի պահեր են եղել, քեզ էլ եմ նեղացրել։ Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրեմ։ Ասճան վերջացրու էլի։ Իրոք պետք չի տենց բաներ ասել։
Բայց լավ կլինի, որ ինչ-որ բան անելուց առաջ 3 վայրկյան մտածես նոր անես։ Այդ 3 վայրկյանից հետո էլ մի քանի անգամ գցի բռնի տես ճիշտ բան ես անում նոր արա։ Այդ զուտ խորհուրդ, քեզ կյանքում շատ պետք է գա, Աշճան։ Լավ, առաջարկում եմ գնանք իմ տուն, համ սուրճ կխմենք, համ էլ կխոսանք, կցրվենք մի քիչ, ինչ կասեք։ Ես համաձայն եմ։ Ես էլ։ Դե ուրեմն ես էլ։ Լավ, սա տաքսի կանչեմ գնանք։ Ես ինչ անուշոտ էր գալիս, հա? Ախորժակս բացվեց։ Դե Լանան նենց համով բաներ ա սարքել։ Լանան մենակ չի սարքել։ Մագդան օգնել է։ Ես ընդամենը անում եմ այն, ինչը դու ասում ես։ Տասը րոպեից ճաշը պատրաստ կլինի։ Մագդա, հետո բա գրում, որ տենց ժպտում ես։ Ամերիկայի ընկերուհիներից սա։ Հաստատ։ Եթե չես հավատում, կարամ տամ ստուգես։ Մագդա, գիտես, որ ես տենց բաներ չեմ սիրում։ Դե եթե չես սիրում, ուրեմն նենց բաներ մի ասա, որ ես նեղվեմ։ Լավ գնամ տեսնեմ ճաշի ինչ եղավ։ Տարիքն է։ Ամեն ինչից կռիվ է ման գալիս, կանցնի։ Էլիս մտեքներս մենք հեսա գալիս ենք։ Բան ա եղել էդ։ Հա, բան եմ ուզում հարցնեմ, բայց պիտի խոսանաս, որ ճիշտն ես ասելու։ Արդեն հետաքրքիր է։ Այդ դեղերը ո՞նց ես առել նորո։ Դրանք թանկ դեղեր են, դու քո այդ վերանորոգումով կամ այդ քո ասած մանր-մունր գործերով չես կարող այդքան փող աշխատես։ Ո՞նց ես առել։ Այդ ես քեզ ասել էի, չէ՞։ Որ եթե զգամ քո գարիքը կա, կամ ինչ-որ բանից նեղվում եմ, քեզ կդիմեմ։ Ես հիմա դրա մասին չեմ խոսում նորո։ Ընդամենը հարցնում եմ, ո՞նց ես առել։ Հանգիստ տեղի։ Գողություն չեմ արել։ Ատե ձեռս առնում։ Մի հատ լրջացի, լուրջ բան եմ հարցնում ախպեր։ Այդ բանկից վարկ եմ վերցրել, վերջ ախպերես։ Բանկից, հա։ Բայց բանկը քեզ դժվար այդքան փող տար է նորո։ Մի բան կիսատ ես ասում։ Այդ ջան, հիմա կոֆե տալու ես խմենք։ Թե օրը փչացնելու ես։
Միզես էլ դիր։ Երեխեք, այս հիմա սուրճի սեղանա, թե խաշի։ Շատ լավ կլիներ, որ Հասմիկը խաշ պատվիրեր, բայց չէ, մտածել եմ մեր մասին ու ուտելու հարցը լուծել է։ Նենց է Հասոն գիտի, որ ես սոված ժամանակ ահավոր վտանգավոր եմ։ Դե հա երեխեք, այսօր առավոտից բոլորդ հիվանդանոցում եք, մտածեցի սոված կլինեք։ Դրա համար ուտելու բան եմ պատվիրել։ Ափսոս, որ ոչ ուտելու ախորժակ ունեմ, ոչ էլ հավես։ Հա։ Ալինան հիվանդանոցում է ու հացու կոկորթովս գուլ չի գնա։ Անդե ժողովուրդն ինձ չի էլի քեֆ ենք անում։ Եղածը մեծ բան չի, մի կտոր հաց ենք ուտում։ Էդ ես հասկանում եմ Էլիզի ու Նորոյի վիճակը։ Հասնենց չի, ես չեմ հասկանում, ցավդ տանեմ։ Բայց ինձ չուտելով, չապրելով Ալինային օգուտ չենք տալու։ Հիմա ինչ եք առաջարկում, հացադուլ անենք։ Ոնց է երևում, որ ահավոր սոված է։ Ես առաջարկում եմ վեր կենանք շարժվենք, որ հանկարծ մեզ էլ չուտի։ Ալինեն է։ Ալին, ո՞նց ես։ Էս ինչ էր։ Ալին, էս ինչ օրն ես մեզ գցել։ Դուք ոնց որ ինձանից ավելի վատ եք, հա։ Բա Ալին ջան, ստեղ մարդիկ մտածում են, որ մենք պիտի սովամահ լինենք, հացադուլ են ուզում անեն, հասկանում ես։ Ասա գոնե մի քիչ ավելի հետաքրքիր մեռնելու ձև մտածեիք։ Մի հատ կլինի հանգստանաք։ Ինչ հացադուլ, ինչ բան։ Ես իրոք շատ լավ եմ ինձ զգում։ Ինձ էստեղ ընտիր նայում են ու տեսեք հիմա էլ հաց եմ ուտում, բայց չեմ հասկանում դուք ինչի եք սոված մնացել։ Հա, լավ, ընդունում եմ, հասկանում եմ, որ առանց ինձ համով բաները կուլ չեն գնում։ Տեսեք, մեզնից փոքր է, բայց մեզնից խելացի է։ Ալինս հաստատ լավ ես, չէ՞, ամեն ինչ նորմալ է։ Հա, նոր, հաստատ լավ եմ։ Ալինա, քեզ արդեն կարոտել եմ։ Ես էլ եմ ձեզ շատ կարոտել, բայց դե պետքա դիմանանք։ Լավ, ոնց որ եք անում։ Պետքա սրսկեն։ Ես փախա, բայց անպայման հաց կուտեք, թե չէ կնեղանամ։ Չուտողից տեսեք։ Էս Նորոյի սիրած պիցան է, դրա համար էլ պատվիրել եմ, գիտեի, որ կուտի։ Ոչ էլ կպատասխանեմ։ Այդ այն կշտացալ ախպերես։ Էլ ձենդ չենք լսելու։ Հիմա նենց հավեսով կքնեի։ Էդ ակնարկում ես, որ գնանք, հա, Էդո ջան։ Չէ, չի ակնարկում։ Հենա հացը կերանք վերջացրեցինք, ասեց գնացեք։ Լավ երեխեք, բայց իրոք եկեք հավաքվենք գնանք։ Գնամ տուն մի քիչ հանգստանամ։ Երեկոյան մարդ կա, պետք է գործի հետ կապված հետո հանդիպեմ։ Ում ախպեր։ Գարիկին։ Դժվար ճանաչես այդ։ Ընկեր տղա է։ Գործի առաջարկ անում։ Բա ինչ գործ։ Չգիտեմ, այդ պետք է հանդիպեմ, մանրամասները իմանամ, բայց ասես լավ փող կա մեջը։ Այդքան ասես, բայց չասես, հա ինչ գործ։ Ջան, ինչ ես ուզում։ Ուզում ես մի հատ թուղթ ու գրիչ բեր։ Պատասխաններս նշի, տակը կստորագրամ։ Լավ ախպերս կզանգես։ Կզանգեմ, բա ինչ կանեմ, ես ու ինքնագլուխ չեմ, որ գործ վերցնեմ առանց քո թույլտվության, բա այդ ասելու բաներ է։ Նոր իսկ հարմար կլինի ինձ էլ իջացնեք նոր գնաք։
Հաս իրականում տենց էլ պլանավորել էի։ Այս որ պատրաստվեք դուրս գանք։ Բայց սպասեք հավաքենք սեղանը, հետո կգնանք։ Այ մարդ գնացեք, ես կհավաքեմ։ Հաս ջան, չէ։ Ավելի լավ է հավաքենք նոր գնանք։ Ես գիտեմ էլ ինչ եմ ասում, եկա հետո էլի մենք ենք հավաքելու։ Պաստորեն տենց կարծիք ա ունեք իմ մասին։ Չէ, ուղղակի ես քեզ եմ լավ ճանաչում։ Հիմա մենք կգնանք, դու կքնես, հետո կզարթնես, կգնաս ուրիշ տեղ, հետո ուրիշ տեղ։ Դե շարունակությունը չպատմեմ, որովհետև երկար կտևի։ Ախպերս անիմաստ կռիվ մի արա, մեկը վերջում հաղթելու է։ Արևս այսօր չի ստացվի Ալինային տեսնել։ Բժիշկները չեն թողնում մոտը չնեղանես, հա? Որ չեմ եկել։ Խոստանում եմ հենց թողնեմ միասին կգնանք։ Ախպերս։ Ձեր տան մոտ եմ, կիշն ես նոր ջան։ Հենց հիմա գալիս եմ։ Ինչ կա նոր ջան, ինչքան ժամանակա չենք հանդիպել։ Նորմալ Գարջան, դու ասա, շուտվանից չենք խոսացել, քո մոտ ամեն ինչ լավ է։ Հա, երկրում չէի, նոր եմ եկել։ Նոր տղեկից իմացա, որ գործս ման գալիս։ Մենք էլ ուժեղ գործ ենք բռնել, ասին գերոջս ինչի չառաջարկեմ, որ։ Գարջան, ինչ գործ է։ Ասի դու մեքենաներից գլուխ անում ես, կարաս ավտո սարքես։ Գարջան, դե դու գիտես, ես պրոֆեսիոնալ չեմ։ Հա, իմ ավտոն սարքել եմ, բայց ուրիշների ավտոն չէ։ Ու 2 տարի կլինի ավտոս ծախել եմ։ Կարևորը հասկանում ես այս շցեղից կանած։ Հիմա չհասկացա ավտո սարքելու գործը, հա։ Հա, նոր ավտո սարքելու գործը։ Մի հատ տղա կա գործադրել ուժեղ փողեր է աշխատում։ Ու կարևոր չի պրոֆեսիոնալիստ է չէ, քեզ հաստատ կընդունի։ Չես ասում, ոնց կարա կարևոր չլինի։ Ու խաղալիք ավտո չեմ սարքելու։ Ոնց կարա այդ մարդկանց համար կարևոր չլինի մասնագետա թե չէ։ Նոր ասում եմ կարևոր չի։ Իրանց հիմա ուղղակի աշխատողներ են պետք։ Ամեն փողի խնդրեմ չես ունենա։ Եթե պետք եղավ աշխատավարձիդ կեսնել կտա։ Նոր ամել եթե վատ գործելներից կես կառաջարկի։ Բա որ գլուխ չանում։ Գլուխ կանես հանգիստ տեղի։ Պետք եղավ ես էլ քեզ կօգնեմ։ Այսօր կզանգեմ կգաս գործիդ հետ կծանոթանաս։ Ես սպասելու եմ, որ ինձ զանգես բարի գիշեր ասես Էլիզ աղջիկ։ Չթանկացնես քեզ։ Ախպերս։ Նոր հասցե եմ ուղարկում կգաս։ Գարջան այս ժամին։ Նորով աղջիկ չէ ժամի մասին ես մտածում այ ախպեր։ Արիելի նստած են կծանոթացնեմ քեզ տղեկի հետ։ Ես աշխատանքի հետ կապված ու այս ժամին չեմ գալու խոսեմ։ Թող մնա վաղը։ Չէ, նոր սյոպը վաղը ստեղ չի լինելու։ Հիմա է հարմար, լավ կլինի որ գաս։ Լավ գալիս եմ։ Արի օրցես։
Ալուսն։ Բարի օր։ Սյոբ ջան Նորոնը, ընկերս որ պատմել էի։ Գարիկը արդեն ասել է, չէ՞, թե ինչ պետք է անես։ Հա, ասել է, բայց ինձ թվում է Գարիկը նաև ասել է, որ ես փոխանցել եմ, որ մասնագետ չեմ։ Ու խոսք չեմ տալի, որ ավտոները իդեալական է լինելու։ Անկեղծությունդ արդեն դուրս գալիս է, ապրես, բայց մեզ պրոֆեսիոնալներ պետք չեն, ինչքան գիտես, քեզ հերիք է։ Հիմա այն ասա, այս ավտոն ինչքան վաղտում կսարքես։ Այս ավտոյի մասին է խոսքը։ Հա, շատ կա, էլի կբերենք։ Գարջան, մի րոպեով կարանք առանձին խոսենք։ Գարջան, դուք խոսացեք, ես դուսը կսպասեմ։ Արի ախպերես։ Ինչ է եղել Նորո։ Չեմ ջոգում, գլխիս ուզում ես սարքես արա։ Չի հասկացա։ Այդ երբանից է լավություն անելը գլխին սարքել համարվում։ Քեզ փողա չէ պետք։ Ես էլ օգնում եմ որ աշխատես։ Փոխանակ շնորհակալ լինես, կասկածում ես։ Դու կարծիքով ես միամիտ եմ, հա։ Գարո, ես ինչ ավտոներ են։ Ոչ պատմություն ունեն, ոչ մի բան։ Ես ինչի մեջ ես ուզում ինձ քաշես։ Լսի արդեն փոշմանում եմ, գիտես չէ՞ որ քեզ բան եմ ասել։ Դու հարցիս պատասխանի։ Թե գիտես ինչ վիճակում ուզում ես օգտվես, հա։ Քո կարծիքով այդքան միամիտ եմ, ես ինչ պատմությունները, ինչի մեջ ես ուզում ինձ քաշես։ Նորո ես չեմ ուզում մարանամ։ Քեզ գործապետ ես էլ առաջարկում եմ, իսկ մնացած հարցերը մենք ենք լուծում։ Համ էլ ինձ առաջի օրն ես ճանաչում։ Դու էլ ինձ առաջի օրը չես ճանաչում։ Ու գիտես, որ ինձ խաբել այդքան էլ հեշտ բան չի։ Ախպեր ես քեզ ոչ մի բան չունեմ ասելու։ Չես ուզում մի աշխատիկ, այստեղ ոչ մեկ չի պահում։ Բայց հիշի Նորո, լիքը փող ես կորցնում։ Այս ավտոները էժանով առել, շատ էժանով։ Մողակի ուզում է սարքի թանկով ծախի։ Հա, օրինական չի, բայց հետո օրինական է սարքելու, բայց այդ քո թեման չի, դու ուտեղ պատասխանատվություն չունես։ Նորո սխալ ես անում, որը սյոպ ինչ ես լսում։ Տղեն արդեն ուզում էր հետդ գին խոսեր։ Չէ, չեմ ուզում, լավ է։ Գնացեք ուրիշ մարդ գտեք, որ ձեզ կհավատա։ Ես այդքան էլ միամիտ չեմ։ Այս ինչ ավտոյ է, այս ինչ պատմություններ է, հա։ Մի արա սենց բաներ, մամատ մեղք է։ Ես լավ գիտեմ ինչ եմ անում։ Դու լավ գիտես։ Մի հատ նայի որտեղ ես։ Նայի ինչ չոլերում ես։ Ես շատ ժամանակ չունեմ, պայմանները ասեմ, հետո կխոսանք։ Ամեն վաճառքից 20%-ը քոնն է։ Մենք մի հատ էլ ծախած ավտո ունենք, էս էլ է ծախած։ Փողի մի մասն էլ իմ մոտ է։ Հիմա որոշի, եթե աշխատելու ես, ինչ շուտ ասա, որ քո փայը արդեն ունենաս։ Գնացի, բարի գիշեր ձեզ։ Բարի գիշեր։ Նորո լավ մտածի։ Հայաստանի պայմաններում սենց կոր չես ճարի։